Այսօր ուզում եմ հիշել մի դեպք, որը տեղի ունեցել տարիներ առաջ, բայց նրա բովանդակությունը այսօր էլ շատ դեպքերում կրկնվում է, եւ ես որոշել եմ դրա մասին պատմել։ Տարիներ առաջ ինձ զանգահարեց մի տիկին եւ շատ տխուր եւ անհանգիստ ձայնով սկսեց մանրամասն նկարագրել, թե ինչ խնդիր ունի իր երեխան, ասելով, որ երեխաս խնդիր ունի եւ ես ուզում եմ բերել ձեզ մոտ, բժիշկ ջան, խնդրում եմ օգնեք մեզ, ոչ մի կերպ չեմ կարողանում լուծել իր խնդիրը։ Հարցրի, թե քանի տարեկան է երեխան։ Ասեց, տղաս 30 տարեկան է, բժիշկ։ Հարցրի, իսկ ինչու եք դուք զանգահարել։ Ինչին իհարկե կինը պատասխանեց, ինչ տարբերություն, բժիշկ ջան, ես եմ զանգահարել, թե ինքը։ Մեր տանը գաղտնիքներ չկան եւ ես գիտեմ նրա ինձ իմ կյանքի մասին ամեն ինչ։ Իհարկե հորդորեցի, որ ճիշտ կլինի, որ զանգահարի տղան, բայց կինը պնդեց, որ խնդրում եմ ժամ տրամադրեք, որպեսզի տղայիս բերեմ։ Ոչ թե տղան գա, այլ տղայից բերեմ։ Սա էլ է արդեն իհարկե շատ բանի մասին խոսում։ Ժամ ամրագրեցի եւ եկավ իհարկե այդ օրը, երբ տղան պետք է գար եւ եկան երկուսով՝ մայրը եւ տղան։ Խնդրեցի, որ մայրը սպասի, որովհետև զրույցը բնականաբար սեքսոպաթոլոգի կաբինետում միշտ պետք է լինի առանձին, որովհետև կոնֆիդենցիալ հանդիպում է եւ շատ հարցեր պետք է քննարկվեն միմիայն մասնագետի հետ։ Մայրն ասաց, որ ոչ, ես պետք է ներկա լինեմ, որովհետև մենք իրարից գաղտնիք չունենք։ Բնականաբար կոնսուլտացիան տեղի չունեցավ, որովհետև նման պայմաններում հնարավոր չի քննարկել հարցը, առավել եւս այն դեպքում, երբ բժիշկը պետք է հարցը ավելի բացի տա, ավելի բաց հարցեր եւ պահանջեցի, որ կինը սպասի դրսում։ Եվ ինչ նկատեցի, կինը նստել էր դրսում, բայց այն աթոռին, որ ամենամոտն էր իմ դռանը եւ ականջ էր փորձում դնել, լսելով մեր զրույցը։ Ցավոք նման դեպքերը շատ են։ Ինչի համար եմ ես սա պատմում։ Հարգելի ծնողներ, հիշեք, ձեր երեխաներ են մինչև 18 տարեկանը։ Դրանից հետո իրենք արդեն մտնում են հասուն կյանք, ունեն իրենց անձնականը եւ իրենց անձնական հարցերի դեպքում բժշկի գնալիս պետք չի զանգահարել բժշկին, երեխայի փոխարեն, ինչպես դուք եք ասում, այց ամրագրել, որովհետեւ դուք դրանով իսկ խախտում եք այն սահմանը, որի արդյունքում ձեր տղան կարող է դառնալ կախյալ եւ ունենալ բազմաթիվ խնդիրներ։